Մենք մոտենակ ընդեղ փորձենք անցած ազգային ժողովը օրենսդրական մարմին է։ Հիմա այսօրվա օրենսդրությունը թույլ է տվել այս տեսակ վիճակ, որ սովորական քաղաքացիները կոնկրետ ես օրինակ թոշակառու եմ։ Թոշակառուի քարտից 5 միլիոն գողացվել է։ Հիմա իմ իրավունքները ոնց կարելի է պաշտպանել։ Կմանրամասնեք ոնց է գողացվել, SMS եք ստացել, ոնց եք իմացել։ 5 միլիոն ուրեմն վարկ է ձևակերպվել ու իսկույն եւ այդ քաշվել է։ Հիմա օրենսդրությունը իդենտիֆիկացիան չի ուժեղած, բավարար չի այդ իդենտիֆիկացիան, որ այդ զերծարարը կարողացել է այդ բանը անել։ Ոնց է եղել ձեր մասնավոր դեպք է, ասեք ոնց է եղել, SMS է եկել, կոդ եք հավաքել, ինչ է եղել, ոնց եք իմացել։ Ոնց եմ իմացել, որ նա ինչ որ լիստ այմում ինչ որ մի հատ ստից բան պետք է վաճառենք 2400 դրամով։ Պատկերացնում եք, հետո ուրեմն մեզ եկել է մի հատ լինք, այդ լինքով, որ ուրեմն պետքա մտնես, դու պետքա առաքումը տեղի ունենա, ուրեմն որպեսզի իրանք կարողանան ինձ վճարեն այդ գրքի համար, որտեղ այդ գիրքը այլևս դասագիրքը պետք չէր մի տունը տեղ ազբաղացնում, ասենք մեկին ինչ որ մի բանի պետք է լինի, էլի։ Հիմա հետո եկավ Ինեկո բանկի պատուհանը, այսինքն ես իմ տվյալը երրորդ անձանց չեմ տվել։ Ոչ մի երրորդ անձ տվել եմ Ինեկո բանկին։ Ինեկո բանկի մեջ ոնց որ թույլատրել են, որպեսզի այդ մարդը իբր թե պիտի փոխանցում անի։ Ու այտենց 5 միլիոն քաշել տարել են։ Այսինքն օրինակի համար 5 միլիոն կար թե չէ, վարկ են ձևակերպել։ Վարկ են ձևակերպել տարել են։ Իմ ձեռքը ոչ փող ա եղել, ոչ բան ա եղել, ոչ մի բան չի տեսել, ոչ մի բան։ Ընդ որում դա արվել է լատվիական IP հասցեից։ Ընդ որում այդ ժամանակ ես լոգին եղած եմ եղել Երևանում եղած ժամանակ։ Դրանից մի անգամից հետո ես գնացել եմ ոստիկանություն։ Այսինքն անհնար է, որ ես գիտես ինչ, միաժամանակ համստեղ եմ Լատվիայում եմ։ Ուրեմն այդ դա մի հատ հասարակ մի հատ ծրագիր էր, որ պետքա բանկը իսկույն եւ այդ իդենտիֆիկացնել, բայց օրենսդրությունը դա չի պարտադրել։ Ուղղակի ծանուցում է եկել Ինեկո բանկից, որ դուք վարկ ունեք։ Ես տեսա, որտեղ բաց էր իմ մոտ բանը, այդ Ինեկո բանկի բանը, մեկ էլ տեսնեմ այնտեղ վարկա ձևակերպել ու փողերը քաշում են, քաշում են փողերը, հասկանում եք, դա անհնար կլիներ, եթե այդ իդենտիֆիկացիան նորմալ արվեր։ Խաբվել եմ ես, որ դա եղել է Ինեկո բանկի պատուհանը, ուրեմն Ինեկո բանկը պետք է ինքը կարողանա անենց իդենտիֆիկացնի իր շահառուներին, այսպես ասած, որ այդպես ոնց տեղի չունենա, բայց դա տեղի է ունեցել, բացառվում էր, որ դա տեղի ունենար օրինակի համար Ամերիկայում, որովհետև բանկը ինքն է տեր կանգնում այդ տեսակ զեղծարարությունների։ Հիմա այստեղ ասում են, չէ, դու էլ վճարի, բայց եթե բանկը դուժող ճանաչվի, ուրեմն բանկը դուժող ճանաչվելու պարագայում բանկը կսկսի մտածել ոնց անեմ ես, որ ուրեմն այդպես բան տեղի չունենա։ Այսինքն այդ իդենտիֆիկացիան արվի, անենց մի հատ զանգ տային, թեկուզ մի կես ժամ, մի ժամ ժամանակ տարվեր մինչև այդ փողերը փախցնելը ձևակերպելով, որտեղ ես իսկույն եւ այդ զանգ եմ տվել բանկ, տեսա որ sense բանա տեղի ունեն, բայց ոչ մի բան չես կարող անես։ Հիմա ինչ եք անում դուք այդ վարկը մարում եք։ Հիմա չէ, վարկը ես չեմ մարում, ուրեմն 2 տարով հետաձգվել է հաշտարարի միջոցով իմ բանկի լուծումը, բայց մեկը իմ ձեռքը երբեք փող չի եղել, ես ինչի պետքա վճարեմ ինչ-որ մի բան, որը որ ես չեմ վճարել, այն էլ 5 միլիոն, ամսական 140,000 դրամ ես պետքա վճարեի օրինակի համար։ Չէ, ոչ մի բան չեմ վճարել։ Ինչի պետք է ես վճարեմ մի բանի համար, որը որ բանկը չի կարողացել պահպանի։ Շնորհակալ։